Մայիսի 30-ն է Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկում ենք, որտեղ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժնի պետի գլխավորությամբ այս տանը ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ ենթադրյալ կասկածյալը այս տան բնակիչն է, ում Վաղարշապատի համայնքային ոստիկանները տաք հետքերով կարողացել են վնասազերծել, ինչպես նաև հայտնաբերել հանցագործության գործիք, որսորդական հրացանը։ Այսօր առավոտյան էին Վաղարշապատի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվել, որ նշված գյուղի նշված փողոցում կրակոց է հնչել եւ կա զոհ։ Բավականին օպերատիվորեն ժամանած համայնքային ոստիկանները բաժնի պետի գլխավորությամբ պարզել էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերել էին տղամարդու մարմին, ինչպես նաև տաք հետքերով ճշտել էին ով է կրակոցը արձակել այդ տղամարդու ուղղությամբ եւ կարողացել էին նրան հայտնաբերել ու վնասազերծել։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է սպանություն հատկանիշներով քրեական բարույթ։ Գյուղում ճիշտ ասած մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում են եւ արդարացիորեն դատապարտում էին տեղի ունեցածը ու ասում են, որ այն չպետք է տեղի ունենար, իսկ պատճառը եղել է ինչ-որ գումարային պարկ ու պահանջը, իսկ սպանություն կատարողը իր զոհի վրա կրակել է իր զոհի կողմից ամիսներ առաջ նվիրած որսորդական հրացանից։ Այս բանին նաև գյուղացիները նշում են, որ եթե Վաղարշապատի համայնքային ոստիկանները մի քիչ ուշանային, հնարավոր էր տեղի ունենար վրեժխնդրություն, վենդետա։ Սա հիմա տեսնում եք, այս տունը կասկածյալի տունն է, որը համայնքային ոստիկանները վերցրել են իրենց հսկողության տակ։ Նշված վայրից բավականին հեռավորության վրա Վաղարշապատի համայնքային ոստիկանները դարձյալ բաժնի պետի գլխավորությամբ հայտնաբերել են հրացանով զինված կասկածյալին։ Առանց չափազանցության կարող եմ նշել, որ համայնքային ոստիկանները վտանգելով իրենց կյանքը, որովհետև չէր բացառվում, որ տղամարդը կրակեր նաև ոստիկաների ուղղությամբ, քանի որ հետո պարզվել է, որ նա գտնվում է ոց-թափ վիճակում։ Համայնքային ոստիկանները Վաղարշապատի իրենց կյանքը վտանգելով կարողացել են վնասազերծել կրակողին, սպանություն կատարողին եւ նրան տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հարևանները, ովքեր հրաժարվեցին խոսել, մի քանի քաղաքացիներ նշում էին, որ եթե Վաղարշապատի համայնքային ոստիկանները մի քիչ ուշանային, չէր բացառում, որ տեղի ունենար վենդետա, վրեժխնդրություն։ Նշում էին նաև, որ սպանվածը գյուղում բավականին հարգված, ընդունելի, երբևէ քրեորեն կրիմինալ պատմությունների մեջ չի եղել է գյուղի ամենասիրված մարկանցից, պատերազմի ակտիվ մասնակից է եղել, մասնակցել է Արցախում սահմանների եւ թեժ մարտերին եղել է այնտեղ, այդպես են գյուղացիները նշում, իսկ սպանություն կատարողին բնութագրում էին բացասական։